կանանց իրավունքների համար պայքարը, գեերի իրավունքների համար, մենք ընդհանուր ասում ենք մարդու իրավունքների պայքար։ Եվ ազգային, ուրեմն ազատագրական պայքարը նույն բանն է։ Դա նրանք բոլորը տիրանիայի, դիկտատուրայի դեմ պայքարը։ Այդ գաղափարը, որի դեմ մինչև հիմա պայքարում է դիկտատորական մտածողությամբ ուրեմն մարդկությունը, դա սկսվում է 6-րդ դարից մեր թվարկությունից առաջ Աթենքից։ Այս արձանը ուրեմն որ կոչվում է հայերեն կարելի ասել բռնակալի սպանողներ, ուրեմն դեպքը տեղի ունեցել 514 թվականին Աթենքում երկու իրար սիրող մարդ, Հարմոդիոսը եւ Արիստոգետոնը Աթենքի դիկտատորների դեմ ապստամբություն են կազմակերպել, սպանել են եւ իրանք էլ զոհվել են։ 480 թվականին Քսերքսես առաջի պարսկական թագավորը երբ մտնում Աթենք գողանում է, տանում է, որովհետեւ այս արձանը խորհրդանշում էր ազատատենչ ուրեմն ոգին հույների, այսինքն այդ ազատությունը, հանրապետությունը Արիստոտելը իր ռետորիկա ոչվող գործի մեջ է շեշտում, նա սենց ասում. սիրահարները օգտակար են պետության համար, այն նույն հիմնավորմամբ, որով Հարմոդիոսի եւ Արիստոգետոնի սերը տապալեցին բռնակալ Հիպարքոսի։ Կարճ ասած, խոսքը գնում է սիրո մասին, իբրև քաղաքական կատեգորիա։ Սերը ինչպես ընկալում են իրանք, դա մարդկանց երջանկություն բերող, ուրիշներին օգնել ցանկանալու, մղում առաջացնող մի ակտիվություն է մարդու մեջ։ Բռնակալները ցանկանում են ատոմազեցնել, այսինքն մենակ թողնել մարդուն։ Խոսքը չի գնում ինչ-որ կենսաբանության մասին, չգիտեմ ինչ, տենց բաների մասին չի։ Գեյսերը հերիք չերջանկացնում է այդ մարդկանց, նաև այդ մարդիկ մտածում են, որ օգնեն ուրիշներին։ Իրանք որտեղ երջանիկ են դառնում, մտածում են, որ կարող են օգնել նաև ուրիշներին եւ դա վախացնում է դիկտատորներին։